աջակցելու այս գործի հետ կապված ինչ։ Բաղդատ Սրբազանը այն եզակի հայերից է, ովքեր 2024 թվականից առհասարակա ունեն հայանվեր գործեր կատարելու միտում։ Ես գրեթե պարբերաբար գալիս եմ դատական նիստերի, այնպես չէ որ առաջի դեպքն է գալիս եմ եւ նախքան ընտրությունները դրանից առաջ եւ հիմա կարծում եմ որ յուրաքանչյուր արժանապատիվ հայ, հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց հայրենիքի հանդեպ ունեն մտահոգություն, պետք է հետաքրքրված լինեն այնպիսի մարդկանցով, ովքեր իրենց կյանքը եւ իրենց հարածները ներդրել են պաշտպանության հարցերում հայրենիքի։ Սա է, այսինքն այստեղ անձնական հարգանքի, անձնական սիրո եւ անձնական նաեւ եկեղեցու հանդեպ հավատամքի բոլոր դրական առումներով մղումն է, որ միշտ իսկ դրթելու է, դա անկախ նրանից դա կլինի Բաղդատ Սրբազանը, թե Միքայել Սրբազանը, ինձ համար երկուսն էլ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի եւ հոգեվարական բնականաբար հարգելով եզակի մարդկանցից են, ովքեր իրենց արածով ունեն շատ մեծ գործ Հայաստանում։ Ֆոնդացիոն Նարեկ Կարապետյանի առնչվող գործը վերաբերյալ ինչ կասեք, տեսանք որ այսօր փոխանցման միջոց ընտրվեց, նախ ինչ մեղադրանքեր ու ինչ գիտեք եւ առհասարակ ինչպես կներկայացնեք։ Սա անգամ ծիծաղալու մեղադրանք չի, մեղադրանքի հիմքում չկա որևէ իրավական տրամաբանություն, չէ կարող լինել, սկսենք դրանից։ Նարեկ Կարապետյանը իր ամբասիր ապրած կյանքով եւ անգամ դա գետնի վրա բազում անգամ ցույց տալով ապացուցել է, որ հայրենատերում է արդեն։ Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ մենք բոլորս պետք է տեր կանգնենք մեր պետության պաշտպանությանը, որտեղ գիտենք այսօր Հայաստանի շուրջ ինչեր է կատարվում։ Այդ քրեական գործ ուղղակի ունի հստակ քաղաքական պատվեր, նպատակը Հայաստանի Հանրապետությունում ուժեղ ընդդիմադիր դաշտի թուլացումն է, կառավարելի ընդդիմադիր դաշտ ստեղծելու նպատակն է, եւ այսօրվա գործընթացները Նարեկ Կարապետյանի, մեր ղեկավար Սամվել Կարապետյանը, առհասարակ ուժեղ Հայաստան դաշինքի բոլոր մեր ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին են խոսում։ Եթե այդքան ԿՊ-ն մտահոգված է եւ շեշտում է, որ ուժեղ Հայաստան դաշինքը որևէ ձևով չի կարող իրենց խորհրդանում նեղություն տալ, իրենց անակնկալներ է սպասվում։ Սա մեկ, երկրորդը ինչ են այդքան խառնվել։ Եթե նման խնդիր կա, իրանք վստահ են իրենց պնդման մեջ, ինչ են քաղաքական հետապնդման ենթարկում անձանց, ովքեր իրենց ապրած կյանքով ապացուցել են, որ մաքուր հայ են եւ իրենց ազնիվ մղումների հետևից գնացողներ են։ Եվ Նարեկ Կարապետյանը ինքն էլ հայտարարել է շատ անգամ, որ կալանքը չէ, որ առհասարակա կալանքը այսօրվա օրերին պատվաբեր գործ է դարձել, ճաղերի ետևում հայտնվել, նույնպես ես եմ դա պնդում եւ ըստ մեր թիմակիցները ոչ կալանքից ենք վախենում, ոչ վախեցել ենք, ոչ էլ վախենալու ենք։ Մարդ պետքա վախենա այն ղեկավարից, ով իր պետությունը տանում է դեպի անհայտ ուղղություն, էլ չասեմ կործանման եզրին կանգնեցնելու նպատակով։ Ընտրությունների մասին Արագոն Հովակիմյանն ասում է, որ արդար թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել ձեր դիմացկուն։ Ինչպես հասկանում ենք, ԿՊ հիմնադիրը նույնպես հակասում է այսօրվա իշխանական տարածվող թեզերին, իշխանությունը իրեն հերթ չտալով մեղադրում է մեզ ընտրակաշարքի մեջ, բայց հակառակ կողմից Արագոն Հովակիմյանը շեշտում է, որ պարզ ու թափանցիկ ու արդար են անցել։ Ես այստեղ մեկնաբանելու կարիք չեմ էլ տեսնում, տրամաբանությունը շատ հեռու է ԿՊ-ից, ինչպես խոզն է տուրնիկից հեռու, մի քիչ ժողովրդական խոսք կիրառեմ, այնքան էլ տրամաբանությունը ԿՊ-ից, հետեւաբար այդ պնդումները պարզապես Նիկոլ Փաշինյանի ընտրակեղծարարության եւ ընտրությունների վրա ուղիղ ազդեցություն ունենալու նպատակը ծածկելու, այսպես ասած, հետևանք ունի։